Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է։ Բարեկամներ, այսօր մի յուրահատուկ օր է եւ մենք մի լավ հյուր ունենք։ Բարեկամներ, հյուրն ենք մեր տաղավարում եւ մեր հյուրն է Սարդարապատի Հազարաշեն ռեստորանի ավագ խոհարար Ջորջ Օդոն։ Ողջույն Ջորջ։ Ինչպե՞ս ես։ Լավ, բարում բարև, մամուլյան։ Ես շատ ուրախ եմ, որ դու իմ առաջարկը չմերժեցիր։ Մենք մի քանի անգամ միասին պատրաստել ենք, ելի ես հյուր եղել եւ ուրախ եմ, որ այսօր նորից մեր հյուրն ես։ Բարեկամներ, ուղղակի առիթ կա եւ այդ առիթը հիմա ես բացատրեմ, թե ինչումն է։ Ինչպես գիտեք, մենք մեր կազմակերպությունը, այլ խոհարարական համանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունը ամեն տարի կազմակերպում է Աղթալայում խորովածի համահայկական փառատոն։ Եվ ահա 2013 թվականի խորովածի փառատոնի գլխավոր մրցանակը այս անգամ շահեց Ջորջ Օդոն։ Եվ մրցանակը դուք տեսնում եք, այս ճգնաղ մրցանակը, որը հետ այսու միշտ այս տեսքով եւ այսպիսի մրցանակ ենք մենք գլխավոր հաղթողին շնորհելու, առաջինը հենց շահեց Ջորջ Օդոն 170 միավոր, հավաքելով 170 միավոր, բարեկամներ ժյուրին միաձայն որոշեց, որ այսօրվա այս անգամվա հաղթողը Ջորջ Օդոնն է եւ մի քիչ խորհրդավոր էստեղ բան կա։ Հենց այս տարի 2003 թվականին հայ խոհարարական համանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունը Աղթալան հռչակեց խորովածի համաշխարհային մայրաքաղաք, ինչի նկատի ունենք, որ հռչակում ենք մայրաքաղաք։ Բոլոր այն վայրերում, այն քաղաքներում, որտեղ որ աշխարհում, որտեղ որ իրականացվում է խորովածի փառատոններ կամ մրցույթներ, այդ քաղաքներից ամենահնագույն բնակավայրը, որպես բնակավայր Աղթալան է։ Եվ մենք դրա համար հռչակեցինք խորովածի մայրաքաղաք եւ սեպտեմբերի առաջին շաբաթը հռչակեցինք խորովածի համաշխարհային օր։ Եվ այդ օրը հենց հաղթանակ բերեց Ջորջ Օդոնին։ Ջորջ ջան, շնորհավորում եմ նորից ձեզ մեկ անգամ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հրավիրելու համար։ Ինչ ենք պատրաստելու այսօր։ Այսօր քանի որ երեք մենք շատ խորոված, այսօր ուզում եմ ոչ մի սայն բան պատրաստեմ, ուզում եմ դեղտը եւ մարոլը ադյանը պատրաստեմ։ Քանի որ դեղտը սեզոն է, ես սիրում եմ որ մի իրեն սեզոն գալիս է դա ամեն մի սեզոն իր ուտեստը։ Եվ դեղտը շատ եմ սիրում, դեղտը ամեն ինչի, դեղտը կամպոտը, դեղտը մուրաբա, ինչ ասած, դեղտը դուր է գալի, դեղտը տնական արաղը չգիտեմ։ Տնական արաղը։ Լավ, ինչ ենք անելու, ինչով կարող եմ օգտակար լինել քեզ։ Ինչով կարող է օգտակար լինի, մեզի պետք է մեկ հատ դեղտ, մենք այս մարոլը բդկրդենք։ Մանր են կտրատելու, թե խոշոր։ Հա, խոշորը ինքարել է, խոշորը, եթե մանդր ես ուզում կարաս էլի նույն մանր կտրատ։ Նույն ձև մանդր կտրե։ Այսքան լավ է, այսպես։ Այո։ Կեսը դեղտը պետք է օգտագործե սոսի համար։ Դեղտի կեսը սոուս։ Եվ իսկ մնացած կեսը։ Եվ մնացած կեսը որպես սալատ։ Լավ։ Սա հանես։ Չամիչ արեցինք, սոխարեցինք։ Սոխարեցի, այստեղ դեղտ արեցի եւ կարմիր գինի։ Կարմիր գինի, դեղտի վրա։ 20 գրամ կարմիր գինի գնացի։ Եվ մի քիչ կարմիր կծու պղպեղ։ Կծու պղպեղ, այսեք գնաց։ Եվ մի քիչ սև պղպեղ։ Հիմա հարելու ենք, հա։ Կեսը կավելացնենք մեզի, կես դեղտ կավելացնենք, մի քանի դեղտ տվենք ձևավորելու համար։ Հիմա ջահավու ջան, սա մի քիչ շուխուր անենք։ Շուխուր անելու մի քիչ։ Ջորջ։ Լավ է։ Լավ է։ Так։ Լավ է շուխուր էր, մի քիչ։
Գյորգի շատ հետաքրքիր է բարեկամներ եւ շփվել եւ աշխատել։ Ինչ պիտի անենք։ Ինչ պիտի անենք, սալատ սոսը գլացնենք վերը։ Սալատ սոսը գլացնենք եւ խառնենք։ Հարովների համար եւ գտալ դրանով կարող է բռնենք։ Մեկ զերնոսով եմ բռնում տեն սալատներ ավելի համար։ Զերնոսով ավելի համեղ է լինում։ Ես կարծում եմ, որ զերնոսով խոհարարը չի կարող աշխատել, որովհետև խոհարարը պիտի զգա, մթերքը պիտի զգա եւ շոշափելիքի օրգաններով։ Այս կուլտուրա հատրով է, սովորական զերը լավ բան չկա։ Այո։ Իսկ դու ինչ կարծիք ես ընդհանրապես խորովածի փառատոնը, ինչ քեզ դուր եկավ, ստացվեց, կայացավ այդ մեր փառատոնը թե չէ, դուր եկավ քեզ։ Դե խորոված փառատոն շատ դուր են եկել, նամնավար, ես ամոզում եմ, որ լուբոյ մատը, որ լուբոյ թե լեսե, Հայաստան, հայկական խորոված փառատոն, առանց ասելու դուր կգա։ Լուբոյ տեղ դուր գա։ Լուբոյ տեղ դուր կգա, որտեղ որ շատ հայերեն բան է, հայտնի է հայկական խորոված, բոլոր տեղ Ռուսաստան, բոլոր հիկեն է, որ հայկական խորոված ուտեն։ Հայկական փառատոն չգնա, ամենալավ խորոված Հայաստան տենան։ Իսկ ընդհանուր այդ կազմակերպչական, այդ ժողովրդի ուրախությունը, ժողովրդի մասնակցությունը քեզ դուր եկավ։ Շատ լավ է, ես չեմ սպասում, որ իսկան ժողովուրդները, իսկան տուրիստները։ Դու չէիր սպասում։ Ահա, լինելուն դե։ Քանի որ բան է, փառատոն թե հերու, բայց տենում եմ լիքը տուրիստների, մեծ չամադով բան է, կիլոմետրով է կայլում, որ գա հասնի։ Շատ լավ կազմակերպած։ Ես հուսով եմ, որ աջոտ փառատոնները ավելի լավ կլինի, ավելի մեծ կլինի, որի քանի հետում է ավելի հայտնի է դառնում է մեր փառատոնը։ Քանի հետում ենքան լավ։ Այո։ Ոտոնակի չարքում։ Լավ։ Ջորջան, ապրես դու։ Ուտեստը պատրաստեց ասացա։ Ջորջան, շնորհակալություն։ Ուզում եմ, որ դու քո ցանկությունը, այ քեզ շատ ու շատ մարդիկ շնորհավորեցին եւ նաեւ մեր հեռուստատիտողները վստահ են, որ շնորհավորում են։ Ինչ կցանկանաս մեր հեռուստատիտողներին։ Ես առաջիկ ասեմ շնորհակալություն երեկոյա փառատոն կազմակերպիչների, պարոն Մամուլյան, բոլոր մարդկանց, որ եկել են դե ջուրի անդամները եւ բոլոր ժողովուրդ, որ այն ժամանակ զորաբերում մասնակցելու այս փառատոն։ Եվ հազարած շնորհավորանք ստացել մեր ընկերները, սանոթները եւ ոչ սանոթները։ Ես շնորհակալ եմ բոլոր ժողովուրդ, որ ինձ շնորհավորել է։ Շնորհակալ եմ իմ աշխատանք գնահատման համար, անկապ որ ես չէի սպասում։ Հարուտոգոս հայ չեմ, օքով հայ եմ, բայց ատակի տեսքով էլի որ Արտակի տեսքով է ոչինչ, նման ես հայ։ Շնորհակալություն հայ ժողովուրդ, շնորհակալություն բոլորին։ Ապրես, այս ուզում եմ այսպես, սենց մի հատ նկարվենք, այս դու էլ ձեռքդ այսպես, ահա այս մրցանակը։ Հարգելի հեռուստադիտողներ, այսքան էինք պատրաստել այսօրվա համար, ուզում եմ, որ մենք միշտ լինենք միասին, ուզում եմ, որ միշտ մենք հպարտ լինենք հայ լինելու համար, ազգ սիրենք ու հայրենիք, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Դիետիկ աղցան դեղցով 1000 1 կապ դեղց 1 հատ կարմիր սոխ 20 գրամ չամիչ 20 գրամ կարմիր գինի 50 միլիգրամ աղ կարմիր եւ սև պղպեղ բարեխորշակ